Հայաստանի ներքաղաքական դաշտում սուր հեռակա բանավեճ է սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հզոր Հայաստան կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանի միջև։ Միմյանց հասցեին արված կոշտ հայտարարությունների ուղեկցությամբ։ Փաշինյանը տեսաուղերձով սպառնացել է փակել ապօրինի փողերի շրջանառությունը, պնդելով, որ առանց դրանց Սամվել Կարապետյանը կմնա ընդամենը 4 հոգով։ Ի պատասխան Նարեկ Կարապետյանը վարչապետին հորդորել է չվախենալ եւ ակնարկել է գործարարի սպասվող խոշոր պատասխանի մասին։ Փաշինյանը հեգնանքով արձագանքել է, թե իր միակ մտահոգությունն այն է, որ միլիարդատերը մինչև տարեվերջ կարող է զրկվել իր ողջ կարողությունից։ Վեճն ավարտվել է Կարապետյանի կոշտ գնահատականով, որը վարչապետի խոսույթն անվանել է հոգով բոմժի վարքագիծ։ Կալուգացի Սամվելը իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ոնց չվախենամ։ Վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ։ Թե ինչա լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։ Դա օրինակ վարչապետի խոսիթ է ժողովուրդ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայր, վերջերս վերանորոգված միջնակարգ դպրոց։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեսյանի ուղեկցությամբ նա մտել է դասասենյակներ, նաեւ ստուգել սանհանգույցը։ Այստեղ նա գովաբանել է զուգարանակոնքի որակը, իսկ լաբորատորիայում նա ուսուցիչներից հետաքրքրվել է, թե դեկտեմբերից այս կողմ քանի կոլբա են ջարդել։ Երբ եք ստացել լաբորատոր սարքերը։ Հասցրել եք օգտագործել։ Դեկտեմբերից հասցրել եք օգտագործել։ Քանի հատ կոլբա է ջարդվել։ Չէ, շատ չէ, մի հատ կա։ Մի հատ, երկու հատ, ուրեմն քիչ եք օգտագործել։ Որտե թե օգտագործենք ջարդվելը անխուսափելի է, չէ։ Դուք քիմիայի ուսուցիչն եք եւ քիմիայի եւ կենսաբանության այսպիսի լաբորատոր նյութեր, դուք քանի որ ստաժով ավելի մեծ ստաժ ունեք, այսպիսի լաբորատոր նյութեր երբ եք հիշում, որ ստացել է դպրոցը վերջի անգամ։ Հիմա սա բանի համար եմ ասում, ես նկատի ունեմ, այդ ես հասկանում եմ հետեւյալը, դուք քանի տարի եք աշխատում 39 տարվանից լավ 30 տարում ստիպված եք եղել, դուք մեղավոր չեք, ստիպված եք եղել առանց լաբորատոր նյութերի դասեր անցկացնել եւ դա արդեն 30 տարվա սովորություն է։ Բոլորս պետք է հասկանանք, որ ջանք պետք է ներդնենք, որ սկսենք լաբորատոր, որտեղ 30 տարվա ռուտինը հեշտ չի փոխվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական հարվածների երկշաբաթյա դադարեցման մասին Հորմուզի նեղուցն անհապաղ բացելու պայմանով։ Ի պատասխան Թեհրանը ներկայացրել է սեփական 10 կետանոց ծրագիրը, որը ներառում է պատժամիջոցների վերացում, սառեցված ակտիվների վերադարձ եւ Միացյալ Նահանգների զորքերի դուրսբերում տարածաշրջանից։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արդեն հաստատել է, որ նեղուցը 2 շաբաթով բացվում է նավերի անցման համար իրանական զինված ուժերի համակարգմամբ։ Դոնալդ Թրամփը այս իրադարձությունն անվանել է համաշխարհային խաղաղության մեծ օր, մինչդեռ Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել է Միացյալ Նահանգների հաղթանակի մասին։ Այս լուրերի ֆոնին Իրանի քաղաքներում սկսվել են զանգվածային տոնակատարություններ եւ ժողովրդական ցնծություն։ Ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր տելեգրամյան էջում հայտնում է, որ Ռուսաստանում Պրոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան չեղյալ է հայտարարվել կեղծ արտադրանք ճանաչվելու պատճառով։ Նա մեջբերել է ռուսաստանյան վերստուգիչ գերատեսչության հիշեցումը, որ դաշնություն ներմուծվող բոլոր ալկոհոլային խմիչքները պետք է խստորեն համապատասխանեն ստանդարտներին եւ տեխնիկական բնութագրերին, իսկ հայտնաբերված խախտումները լիցենզիան չեղյալ համարելու հիմք են։ Հայաստանի ոստիկանության ամփոփագրի համաձայն անցած մեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն, ինչպես սովորաբար ամենամեծ թիվը մեքենա վարելու վկայական չունենալու տրանսպորտային միջոց վարելու դեպքերն են 81։ Դարձյալ ավանդույթի համաձայն երկրորդ տեղում թմրանյութերի հայտնաբերումն է 15 դեպք։ Բացահայտվել են նաև մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, կողոպուտի, բնակարանային եւ ավտոմեքենաների գողության եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ 24 ժամում գրանցվել է 14 ավտովթար, 21 մարդ վնասվածքներ է ստացել բարեբախտաբար առանց զոհերի։
Բազմազավակ ընտանիքներին բնակարանային հասանելիության ապահովման նպատակով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացվել 6 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը եւ ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Ազգային ժողովում ընդունվելու դեպքում այն հնարավորություն է տալու բազմազավակ ընտանիքներին մարզային բնակավայրերում ձեռք բերել բնակարան կամ կառուցել տուն 100% սուբսիդավորմամբ։ Ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքին յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրվելու է 4 միլիոն դրամ հիփոթեկային վարկավորման անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը կտա գյուղական բնակավայրին, ապա այս դեպքում ընտանիքին կտրամադրվի հավելյալ 4 միլիոն դրամ։